Բարի արև իմ սիրելի կարիճներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր հուլիսի 19-ն է մուրացույցով Նեպտունի օրը եւ ես կներկայացնեմ ձեզ օգոստոս ամսվա համար կանխատեսումը։ Դուք բնականաբար ինչպես արդեն հասկացաք առաջին տեղը ձեր պահպանել եք, ուստի ես առաջինը ձեզ եմ ներկայացնում եւ համատաբար ավելի մանրամասնում եմ եւ իհարկե տվյալ ամսվա խորհուրդը կլինի անպայման, սա այդպես արդեն կառանձնացնենք, կընդգծենք, թե որն է տվյալ ամսվա խորհուրդը եւ ինչով եմ կարևորում, տեսեք ձեզ նախ ընկավ Նեպտունը, այստեղ անորոշություն է, որ առաջիկայում լինելու է միանշանակ ձեզ մոտ, կոնկրետ ասցենդենտով կարիճների դեպքում իրենց կարիերային է վերաբերելու այդ անորոշությունը հիմնականում եւ այստեղ ընտանեկան թեմաները այսպես զուգահեռվել են, որտեղ իրենք բոլոր դեպքերում զուգահեռ են եւ այսպիսի փաստի առաջ են կանգնել ասցենդենտով կարիճները։ Հիմա ինչն է հետաքրքիր, նախ ես իմ նախորդ վիդեոյում ասել էի, որ կարիճների, ցուլերի, առյուծների եւ ջրոցների համար լինելու է ճակատագրական տարի։ Ահա եւ դուք պիտի իմանաք, թե որն է ձեր ասցենդենտի նշանը, դրանով արդեն կողմնորոշվեք, թե որտեղ է, ասենք, ձեզ մոտ այդ փոփոխությունը կամ եթե դուք նույնիսկ արևի նշանով այդ 4 նշաններից ոչ մեկը չեք հանդիսանում, բայց ձեր ասցենդենտի նշանն է այդ 4 նշաններից որևիցե մեկը, նույնիսկ եմ կրկնում կարիճ, ցուլ, ջրհոս եւ առյուծ, ուրեմն սա առաջին հերթին ձեզ է վերաբերում, որովհետեւ շատ կարեւոր է, մոտ 80-90% աշխատում է ասցենդենտի նշանը։ Ինչ է ասցենդենտի նշանը? Ես այդ վիդեոյի հղումը կթողնեմ ներքևում, նրանք ովքեր չեն նայել, այսինքն նրանք ովքեր զուտ հետաքրքրված են կենթանակերպի նշաններով եւ ասենք իրենց աշխարհում կատարվող իրադարձությունները առանձնապես հետաքրքիր չեն, այդպիսի մարդիկ եւս կան, ուստի ես քանի որ նոր մարդիկ են ավելացել բավականին շատ, ես հիշեցնեմ, որ դուք անպայման ուրեմն կնայեք վիդեոն, կհասկանաք որն է ձեր ասցենդենտի նշանը, որը պիտի անպայման ասենք դա ասում են մասին, որ դուք ձեր ծննդյան ժամը պիտի իմանաք։ Ինչևէ, կնայեք, որից հետո նոր արդեն կարող եք կողմնորոշվել, բայց պետք է իմանաք անպայման ձեր ծննդյան ժամը կամ դա պետք է հաշվարկվի մեկ անգամ եւ ընդմիշտ այդպես արդեն դուք կունենաք։ Ինչն է օգոստոս ամսվա համար, ինչով է առանձնանում օգոստոս ամիսը, նրանով, որ մենք ունենք արևի խավարում, ամբողջական խավարում, ոչ լավ խավարում եւ ունենք այնուհետև լուսնի մասնակի խավարում։ Ես հիշեցնեմ, որ մենք փետրվարի 17-ին ենք ունեցել արևի խավարում, նախորդ անգամ դա լավ խավարումներ, հիմա ոչ այնքան եւ իհարկե նաեւ մարտին էլ արդեն եղել է լուսնի խավարումը ամբողջական եւ հիմա արդեն սա երկրորդն է այս տարվա մեջ կարելի ասել, որ մենք ունենում ենք ուրեմն խավարում։ Դուք արդեն գիտեք, որտեվ ես բազմիցս մանրամասնել եմ, որ զգուշ ենք լինում, պարզապես լինում ենք զգուշ, վախենալ պետք չի, լինում ենք զգուշ մեր առողջության հանդեպ եւ ընդհանրապես ճանապարհորդելիս, եթե նրանք ովքեր չգիտեն իրենց քարտեզը, որովհետեւ հնարավոր է, որ այս ժամանակահատվածում ձեր քարտեզում ամեն ինչ լավ է, դուք շատ հանգիստ կարող եք ճանապարհորդել, ոմանք ոչ լավ տվյալներ ունեն, դրան ավելացվում է, ասենք, խավարման միջանցք, արևի վատ խավարում եւ այնտեղ լինում են խնդիրներ, հատկապես որ հիմա աշխարհում հանգիստ չի եւ դուք չգիտեք ինչ որ մի երկիր գնալուց ձեզ հետ ինչ կլինի, վստահ չեք, որովհետեւ մենք չգիտենք վաղը աշխարհում ինչ կարող է հանկարծ լինել, չէ՞։ Այսպեսի իրադարձություններ, իրավիճակ աշխարհում եւ այսպես ես երևի թե ուրեմն ասացի խավարումները օգոստոսի 12-ին եւ օգոստոսի 28-ին եւ 12-ից 28-ը մենք գտնվելու ենք խավարման միջանցքում, դա տեսնում եք դժվար է լինելու եւ նշեմ, որ նրանք ովքեր գնան հանգստանալու եւ կմտածեն ասենք
զագար ընդունելու, հա, այդպես կան մարդիկ չէ, որ մեծ ցանկություն ունեն զագար ընդունելու, սիրում են շատ եւ 12-ին համենայն դեպս այդ օրը բացառ է կարևայրուկ ստանալը եւ այդպես ես ընդհանուր գիտեք ոնց կարող եք հանգստանալ, բայց չգտնվել շատ ուղիղ արևի ճառագայթների ներքո, հա, այսպես կարող եք ծովում լողալ, կարող եք լողավազանում եւ այլն, այդ ժամանակ ոչինչ, բայց կոնկրետ պարկել եւ արևի ճառագայթների տակ գտնվել եւ ստանալ արևայրուք, սա ձեր առողջությանը կարող է վնաս հասցնել, ել չասեմ, որ ժամը 11-ից մինչև 4-ը չի կարելի ընդունել, այնպես որ սա կամ 12-ից, սա եւս նկատի ունեցեք, շատերը չգիտեն, հաշվի չեն առնում եւ այդպես իրենց նվիրում են արևի ճառագայթներին ու հետո առաջանում են խնդիրներ։ Ահա, սա էլ էսպես եւ օգոստոսին Վեներան է փոխելու իր նշանը, կմտնի ձեր 12-րդ տուն, դա օգոստոսի 6-ից սեպտեմբերի 10-ը Մերկուրին կհասցնի 2 անգամ փոխել իր նշան, այդպես հետընթացեր ու մեծ թափ հավաքելով ինքը կհայտնվի եւ առուծի նշանում եւ հետո արդեն ամսվա վերջում 25-ին ինքը կհայտնվի կույսի նշանում, Մարսը եւս փոխելու է իր նշանը օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 28-ը կամ սեպտեմբերի վերջը կարելի ասել եւ բնականաբար արևը 23-ին օգոստոսի 23-ին արևը կմտնի կույսի նշան, դուրս կգա իր տանից եւ կմտնի կույսի նշան եւ ինչպես որ արդեն ասել էի, ուրեմն 23-ին պլյուս մինուս այստեղ մեկ շաբաթ հիմնականում ուրեմն արդեն շոքերը սկսվում են, որովհետև արևը իր նշանում է, ինքը բավականին հզոր է եւ այդպես սկսվում է կարծես թե շոքեր եւ հանգստանալու հենց այդ ժամանակահատվածը եւ թարսի նման, ինչպես ասում են, վատ խավարումն է, այնպես որ ուզեք արևայրուքի սիրահարներ զգուշ եղեք։ Եվ հիմա ես երևի թե Վեներայից սկսենք, Վեներան ձեր ասացի մտնում է 12-րդ տուն, գիտեք, այստեղ հնարավոր է, որ արտերկրի հետ, ընդհանրապես արտերկրի թեման ձեզ մոտ բավականին ակտիվ է, ինքը արդեն միգուցե ինքը ինչ որ առումով սկսի ավելի քչանալ, հա, այսինքն ինչ որ փոփոխություններ լինեն, դուք ավելի քիչ տեղաշարժը մի քիչ ավելի քչանա, այսպես ասած, ասցենդենտով կարիճների մասին է խոսքս, չշփոթենք արևի նշանով կարիճների հետ, սա շատ կարևոր է։ Եվ փաստորեն քննարկումները արտերկրում այնտեղ միգուցե ոմանք ընտանիքի, իրենց ընտանիքի անդամներ կամ անձնական հարցեր, ուրեմն այդ ամենը ուզում եմ պարզել, եթե դուք չպարզեցիք ուրեմն մինչև այս հուլիսի վերջ, ապա օգոստոսի արդեն երկրորդ դեկադայից որոշակի գործողություններ կարող են սկսվել, հնարավոր է երկու տարբերակ, ոմանք չհասցնեն խնդիրները, կուտակված խնդիրներին լուծում տալ ոչ իրենց կամքով, ուրեմն դա արդեն ասացի օգոստոսին գործողություններ կլինեն, շատ դժվարությամբ դա կարող է լինել, բայց անպայման կլինեն, դուք ստիպված եք որոշակի քայլեր անել, իսկ ոմանց մոտ արդեն ավարտել են, անցնում են նորից գործողությունների, այստեղ որոշակի դժվարություններ կլինի բոլոր դեպքերում, գիտեք, երբ վերանայել, կարգավորել եւ նորից սկսել կամ ինչ-որ մի նոր գործ սկսել, այս դեպքում ինքը առաջացնում է դժվարություններ, բայց հիշեցնեմ միաժամանակ, որ օգոստոսին ցանկալի չէ ինչ որ գործ սկսել միանշանակ, տեսեք, ես խորհուրդ կտայի, որ դուք ավելի շատ մտածեիք ձեր առողջության մասին եւ հանգստանալու մասին եւ օգոստոսին ոչ մի այդպես փոփոխություններ չանեք, որովհետեւ կարող են ուրեմն ձեզ մոտ լինել ոչ լավ հետևանքներ։ Սա այսպես եւ գիտեք նաեւ այստեղ
Այսպես ձեզ ասեմ, որ կարիերայի հարցն է, ասցենդենտով կարիճն է, ցանկացած նշան, բայց եթե ձեր ասցենդենտը կարիճն է, ուրեմն իմացեք, որ կլինեն ճակատագրական փոփոխություններ եւ դա կարող է ձեր կարիերային վերաբերել, կամ ոմանք կարող են կանգնել այսպես հարցի առաջ կարիերան այստեղ աշխատել, սա անել, թե գնալ արտերկիր, ոմանց մոտ կարող է այսպիսի հարցեր առաջանալ եւ որն է իմ տվյալ ամսվա խորհուրդը, որը այս դեպքում ես կասեի ոչ թե տվյալ ամսվա, պարզապես ինքը արդեն սկսվում այս ամսվանից սկսված եւ տարվա կտրվածքով կարելի ասել եւ ամսվա կտրվածքով կարելի ասել խորհրդային է, որ դուք շատերը, այսինքն տեզերքը ձեր կամքը չի հարցնի, շատերը իրենց կարիերայում փոփոխություն կմտցնեն, ինչպես որ նշեցի, ոմանք կարող են գնալ արտերկիր կամ ինչ-որ արտասահմանյան կազմակերպություն, ոմանք ինչ-որ անձնական հարցերով, ոմանք կփոխեն իրենց աշխատանքը, աշխատավայրը կամ կփոխեն, այսինքն հնարավոր է մնան միևնույն հիմնարկությունում, կազմակերպությունում, տեղափոխվեն այլ ճյուղ։ Այս տարբերակը կարող է լինել եւ ընդհանրապես փոխել աշխատանքը, ոմանք կարող են ուշադիր պիտի լինեք, ասցենդենտով կարիճներ կարող են իրենց աթոռից զրկվել, եթե դուք ունեք ուրեմն պաշտոն, այդ հարցում պետք է ուշադիր լինեք, իսկ նրանք, ովքեր ուրեմն կփոխեն իրենց աշխատանքը եւ դա կանեն շատերը ասցենդենտով կարիճներ, դուք պետք է ունենաք B պլանը եւ C պլանը, որպեսզի չստացվի այնպես, որ տարբերակներ կունենաք եւ ճիշտ տարբերակ ընտրեք, որպեսզի ձեր քարտեզ արդեն դա ցույց կտա, ես ավելին չեմ կարող ասել, դուք պիտի ճիշտ ծանրութ հետևանեք եւ ինչպես ասացի B պլանը, C պլանը ունենաք, որպեսզի մի գործից դուրս չգաք, հետո անցնեք մյուս աշխատանքին, հետո նա էլ փակվի, հանկարծ մնաք լրիվ ձեռնունայն, դրա համար պիտի ում մոտ այդ հարցը կոնկրետ շատ առաջացել, այդպես կանգնել է իր առջև, ծառացել է, առաջացել է, ինքը պիտի լուրջ վերաբերվի այս հարցին, որովհետև դու կարող եք կորցնել ամեն ինչ, այսպես ասեմ, սա իմ ամսվա եւ տարվա կտրվածքով, որովհետև ձեր անձնական քարտեզի մեկի մոտ կարող է դա հիմա կատարվել, մեկի մոտ մի քանի ամիս հետո կատարվել, այնպես որ դուք սա նկատի ունեցեք, սա էլ այսպես եւ հավանաբար այդ խոսակցությունները կլինեն եւ խոսակցությունները կլինեն, քննարկումները կլինեն, ոմանք կփոխեն, ոմանք ուրեմն նոր միջավայր, նոր գործընկերներ կամ ինչ-որ գործընկերների հետ նման բաներ կքննարկեն, ինչև ղեկավարության հետ եւս կքննարկվեն որոշակի հարցեր, ինչ անել, գնալ աշխատանքի, այնտեղ բնականաբար որտեղ աշխատանք, այնտեղ էլ աշխատավարձ եւ նման քննարկումներ անպայման կլինեն եւ ինչպես ասացի, ոմանք նրանք ովքեր դատական կամ պարզապես գիտեք ոչ միայն դատական գործ, ինչ որ փաստաթղթեր են փորձում պատրաստել, զբաղված են այդ հարցերով եւ արտերկիր մեկնելու, բնակարան առնելու, վաճառելու եւ այլն, այսպիսի հարցեր կան եւ այսպես դրանով զբաղված, գիտեք, այդ թեման բավականին արդեն ասացի, որ ձեզ մոտ ակտիվ է եւ հավանաբար կընկղմվեք այդ գործերի մոտ, շատ տարբեր, ոմանց մոտ ասացի արտերկրի հետ կապված կարող է լինել, ամուսնության հետ կարող է կապված լինել, այնտեղ որոշակի փաստաթղթերով եք զբաղված, վերանայում եք եւ այլն, ու հետո արդեն կանցնեք կոնկրետ քայլերի, այնպես որ ասցենդենտով կարիճները միանշանակ կանցնեն ինչ որ տրանսֆորմացիոն, այդպես վիճակի միջով կանցնեն եւ այսպիսի փոփոխություններ կլինեն, նորից եմ կրկնում, որովհետև մարդիկ շատ են ինձ այդ հարցը տալիս, սա վերաբերում է 90% ասցենդենտով կարիճներին, հետո նոր 10%-ը արևի նշանով, որպեսզի չասեք, բա ինչի է էսպես, բա տեսեք, ես անընդհատ զգուշացնում եմ, որովհետև անընդհատ նոր մարդիկ են ավելանում եւ իրենք ասենք ծանոթ չեն իմ ոճին, իմ մեկնաբանություններին եւ այլն,
Ուրեմն ես անպայման նշեմ թե որ ժամին է լինելու ուրեմն խավարումները 12-ին օգոստոսի Հայաստանի ժամանակով 21:36:33 21 աստիճանում առյուծի նշանում տեղի ունենալու արևի ամբողջական խավարումը դա ոչ լավ խավարումն է եւ ինչպես տեսնում ենք ձեր կարիերանը ես նաեւ տվյալ ամսվա խորհրդին միացնեմ հաջորդ խորհուրդը որ հարգելիներս օգոստոս ամսին ոչ մի փոփոխություն չմտցնեք ձեր կարիերայում, ընդհանրապես ձեր նույնիսկ անձնական հարցերում, պարզապես հանգստացեք։ Ոչ մի բան մի արեք, որովհետև դուք կարող եք ամեն ինչ կորցնել։ Այս տարբերակն է, պարզապես հանգստացեք, մի տրվեք էմոցիաների եւ ամեն ինչ լավ կլինի։ Հաջորդ կարևոր իրադարձությունը, ուրեմն փաստորեն մենք 12-ից 28 գտնվում ենք խավարման միջանցքում, արդեն գիտեք, որ լինում եք զգոն, հատկապես նրանք, ովքեր իրենց քարտեզը չգիտեն, լինում եք զգոն ցանկացած հարցերում, նորից եմ ասում, ավելի շատ ձեր ժամանակը տրամադրում եք հանգստանալուն, որ ոչինչ չեք կազմակերպում։ Եվ լուսնի խավարումը տեղի կունենա օգոստոսի 28-ին Հայաստանի ժամանակով առավոտյան 8:18:20 5 աստիճանում ձկան նշանում է տեղի ունենալու լուսնի խավարումը, սա մասնակի լավ խավարումն է եւ այն հնարավոր է վերաբերվի սիրո թեմային, ձեր գործին կամ ասենք ինչ որ լավ որոշումներ կայացրեք, միգուցե ձեր ղեկավարի հետ խոսում եք ձեր բիզնեսում կամ ինքներդ եք ձեր բիզնեսը վարում կամ ղեկավարի հետ պայմանավորվում եք, որ ձեզ տեղափոխի մեկ այլ տեղ, որտեղ ձեր աշխատավարձը ավելի բարձր է, ձեր պայմանները այդտեղ շատ ավելի բարեկեցիկ են, ավելի լավ են եւ այլն, նայած մոտ ինչպիսի ուրեմն տարբերակներ կարող են լինել եւ կարող է նաեւ վերաբերել ձեր երեխայի թեմային կամ այստեղ սիրո հարցերը կարող են լինել, որ քննարկեք բոլոր դեպքերում եկեք մի բան նկատենք, որ դուք ջրի նշան եք եւ խավարումը եւս լինում է ջրի նշանում, այնպես որ գլոբալ առումով ինքը լավ կլինի ձեզ համար եւ իսկ արդեն ձեր անձնական քարտեզի համար չեմ կարող ինչ որ բան ասել, երաշխավորել, բնականաբար դա գիտեք միայն դուք, ահա եւ ինչպես որ արդեն ասացի, այստեղ հնարավոր են լինեն գիտեք ինչ որ հարցեր կան, որ ձեզ համար մութ են, ձեզ անհանգստացնում են եւ դուք փորձեք այդ հարցին լուծում տալ, հնարավոր է որոշակի հանդիպումներ, այստեղ ֆինանսական հարցեր կարող եք քննարկել եւ փորձել լուծում տալ այն ամենը, ինչը որ ձեզ անհանգստացնում է, մասնավորապես դա կարող է վերաբերել թե ամուսնության թեմային, թե համագործակցության թեմային, ասենք միգուցե ուզում եք համագործակցել ինչ որ աշխատանքի հետ կապված եւ այստեղ դուք որոշակի ուզում եք գաղտնիքներ հասկանալ, որոշակի հետաքրքրվում եք կամ հասկանալու համար արդյոք այդ մարդու հետ դուք կարող եք համագործակցել թե անձնական դաշտում, թե գործնական դաշտում, այսպիսի հարցեր կլինեն եւ ոմանք այդպես կփորձեն հետաքրքրվել, փորձեն հասկանալ ինչ է լինում, ինչպես կարող են այդ հարցը կարգավորել եւ ընդհանրապես ինչ հետևանքներ կլինի եւ արևի համար ասեցի օգոստոսի 23-ին կմտնի կույսի նշան, հա, այդ ամենի մասին ասել եմ, ես կարծում եմ ոչ մի պակաս բան չմնաց, հիմնական իրադարձությունները ինչ որ պիտի կատարվեն, կարևոր խորհուրդները ես ձեզ տվեցի, որպեսզի դուք ձեր ուրեմն անելիքները իմանաք։ Սրանք էին հիմնական ուրեմն իրադարձությունները, մնացած արդեն ձեր քարտեզը կարող է ցույց տալ, բայց կարևոր այն փոփոխությունը առաջիկա 2 տարում որ լինելու է, ասցենդենտով կարիճները, ուրեմն իրենց գիտեք աշխատանքը բարի, դուք կարող եք փոխել եւ այլն, կամ ինչ որ միտեղ դա այդ ամեն ինչը կարգավորելուց հիմնական ուշադրությունը այստեղ պահանջվում է, դուք ձեր անձնական թեման, ընտանիքի թեման է կարևորվում կամ միգուցե տեղափոխման հարց կայլ երկիր կամ վերադարձ կամ տան արք ու վաճառք, հա, այսինքն
միգուցե դրանով պայմանավորված լինի ձեր աշխատանքի կարիերայի փոփոխություն, այսինքն դուք ուշադրությունը դարձնում եք ուրեմն արտերկիր տեղափոխվելու, վերադառնալու, ուրեմն տուն գնելու, վաճառելու կամ ընտանեկան այլ հարցեր, միգուցե երեխաների հետ կապված կամ ձեր հենց անձնական հարցերը, որովհետև դա իր հերթին կբերի ձեր կարիերայի փոփոխություն, այսինքն դուք դա պիտի բխեցնեք ձեր անձնական կյանքից, ձեր ուրեմն ընտանեկան թեմայից պիտի բխի ձեր կարիերա, ոչ թե կարիերայից գնաք ընտանիք, այսպիսի շատ ձեզ կարևոր թանկ խորհուրդ եմ տալիս, այնպես որ նրանք ովքեր ճշգրիտ գիտեն իրենց ասցենդենտի նշանը որն է եւ դա ասեն կարիճն է, ուրեմն կարող եք օգտվել իմ խորհրդից եւ բնականաբար միայն շահումով դուրս կգաք, սիրելի կարիճներ, այսքանով ես ավարտեմ, չմոռանաք լայքել, դրանով դուք գնահատում եք իմ աշխատանքը, որովհետև ձեր նշանի համար ես այդպես առանձնահատուկ մոտեցումը մանրամասնելը, այսինքն շատ կարևոր բաներ, որ ես ուղղակի կարող եմ չասել, բայց ես դա ձեզ հենց այնպես ուղղակի այդ կարևոր ինֆորմացիան ձեզ տալիս եմ, գրում եք մեկնաբանություններում որքանով օգտակար եղան իմ խորհուրդները, առաջիկա օգոստոս ամսին եւ ինչպես անցկացրեցիք խավարման միջանցքը, խավարումները, շատ հետաքրքիր է ում վրա ինչ ազդեցություն դա ունեցավ, անպայման գրեք, ինձ եւս հետաքրքիր է, ես բոլոր մեկնաբանությունները կարդում եմ, այնպես որ լավ եղեք եւ չմոռանաք լայքել, իսկ մենք կհանդիպենք բնականաբար արդեն հաջորդ ամիս, լավ եղեք այսքան առայժմ։